Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը Ադրբեջանի զինված ուժերի առաջին բանակային կորպուսի հրամանատարի նախկին տեղակալ գնդապետ Բաբեք Սամիդլիի աղմկահարույց ձայնագրության առնչությամբ նոր բացահայտումներից ելնելով թարմացրել է հետաքննությունը։ Հարձակնվել են մի շարք զինվորականներ եւ բարձրաստիճան անձինք։ Ձայնագրությունում ադրբեջանցի զինվորականը խոսում է 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական բանակի դժվարությունների մասին եւ այն մասին, թե ինչպես է ադրբեջանական ուժերին հաջողվել հաղթել հայկական կողմին։ Պատրաստ! Ուշադի! Համազարկով! Կրակ! Ընդդիմադիր Մեյդան TV-ի տվյալներով ձայնագրությունն արվել է ռազմական գործողությունների ավարտից մի քանի օր անց եւ գնդապետի մահվանից մի քանի օր առաջ։ Ադրբեջանցի սպան զոհվել էր 2020 թվականի նոյեմբերի 23-ին Մատաղի Սում մականի պայթյունից։ Ստացվում է ադրբեջանցի գնդապետը մահվանից առաջ բացահայտել է 44-օրյա պատերազմում Բաքվի այսպես կոչված հաջողության գաղտնիքը։ Ըստ Սամիդլիի ադրբեջանցիների եւ հայերի միջև հարաբերակցությունը հավասար էր չնայած այն հանգամանքին, որ հարձակվող կողմը պետք է եռապատիկ առավելություն ունենա։ Ադրբեջանցի գնդապետը պնդել է եւ 2020-ի հուլիսին Տավուշի դեպքերից եւ 44-օրյա պատերազմից առաջ գլխավոր շտաբի ղեկավարությունը Իլհամ Ալիևին սխալ տվյալներ էր զեկուցում, միտումնավոր նվազեցնելով հայկական զորքերի քանակն ու կարողությունները։ Bağlı mən xüsusi təşəkkürümü bildirirəm Tərtər rayon hərbi məhkəməsinin kollektivinə։ Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ գեներալ լեյտենանտ Այաս Հասանովը ճնշում էր գործադրում մեզ վրա։ Նա ստիպում էր մեզ հակառակորդի մասին սխալ կրճատ տեղեկություններ տրամադրել, միայն թե կարողանան գլխավոր հրամանատարին զեկուցել, որ առավելությունը Ադրբեջանի կողմն է, եւ մենք պատերազմին պատրաստ ենք։ Եվ սա չնայած նրան, որ կորպուսի հրամանատարներն ասում էին 140 տանկով հայերի 140 տանկերի դեմ հարձակման անցնել չենք կարող։ Մենք գոնե 250 տանկ պետք է ունենանք։ Վերադաս սպաները սակայն ստիպում էին կրճատել այդ թիվը։ Մեր կորպուսի հրամանատարն օրինակ հրաժարվեց եւ Այաս Հասանովը նրան սկսեց վիրավորել, ասելով գնա պամպերս հագիր, դու վախկոտի մեկն ես։ Իրադրությունը ռազմաճակատում փոխվել է միայն, երբ Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակման մշակմանը միացել են թուրք զինվորականները, ստեղծված կացությունն ուղղակի զեկուցելով Թուրքիայի նախագահ Էրդողանին։ Այդ թուրք զինվորականներից մեկին գնդապետ Սամիդլին ձայնագրության մեջ ներկայացնում է որպես Բախտիար Փաշա։ Ամենայն հավանականությամբ խոսքը Թուրքիայի ցամաքային զորքերի օպերատիվ վարչության պետ Բախտիար Էրսայի մասին է, որը մի շարք աղբյուրների վկայությամբ պատերազմի ընթացքում եղել է Ադրբեջանում։ Թշնամին D20 հաուբիցներ ուներ, որոնց կրակի հեռահարությունը 30 կիլոմետր է, իսկ մենք ավելի շատ D30 եւ D44 հաուբիցներ ունենք, որոնք առավելագույնը 15 կիլոմետր են կրակում։ Ժամանակին Բելարուսը վաճառում էր այդ D20-ները, մերոնք սակայն գերադասեցին Ռուսաստանից D30 առնել։ Բելարուսներն էլ D20 հաուբիցները ծախեցին Հայաստանին։ Իմ հրամանատարության տակ գործող ստորաբաժանումներում հանդերձանքի եւ հատուկ միջոցների լուրջ պակաս կար։ Կապի միջոցներով մենք ապահովված ենք 49%-ով, զրահաբաճկոններով 62%-ով։ Ամբողջ կորպուսում ընդամենը 7 հատ GPS տեղորոշիչ կար։ «44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական ուժերին հաջողվել է հաղթել երկու հիմնական գործոնների՝ հարձակման ընթացքում կորուստների հետ հաշվի չնստելու եւ թուրքական բայրակթարների շնորհիվ սրա մասին վկայում է զինվորականի վերլուծությունը։ Ըստ ադրբեջանական ռազմական փորձագետի Սամիդլիի բացահայտումները դեռ լուրջ ուսումնասիրության կարիք ունեն։ Այդ սկանդալային ձայնագրության ի հայտ գալը պաշտպանության նախարարությունում ընթացող ներքին պայքարի դրսևորումներից մեկն է։ Տեսանելի է, որ թիրախավորվել է պաշտպանության նախարարության ներսում գործող խմբավորումներից մեկը եւ առաջիկայում այդ ներքին պայքարը սրվելու է։ Արագորեն սրվող աշխարհաքաղաքական իրադրության, օրեցօր աճող լարվածության եւ Ադրբեջանի շուրջ աճող սպառնալիքների պայմաններում բանակը վստահել միմյանց հետ պայքարող քրեական խմբավորումներին նշանակում է երկիրն ու ժողովրդին ենթարկել լրջագույն ռիսկերի։ Այս ֆոնին թուրք զինվորականներն իրականացրել են Բայրակթար Քիզիլելման նոր անօդաչու ռազմական ինքնաթիռի փորձարկումներ։ Այն, ինչպես Բայկար ընկերության հայտարարությունը վկայակոչելով հաղորդում է Սաբահ պարբերականը, օդային մարտի նմանակման ընթացքում կարողացել է հաջողությամբ խոցել օդային թիրախը։
Սարքը թռիչք է կատարել Թեքիրդաղ գավառում եւ 45 րոպե մնացել է օդում մոտենալով F-16 կործանիչին, ինչից հետո ստուգվել է երկու օդանավերի, ռադարների եւ մարտական համակարգերի համատեղելիությունը։ Երկրորդ F-16-ը թիրախի դեր է կատարել Բայրակթար Կիզիլելման կարողացել է այն հայտնաբերել 48 կիլոմետր հեռավորության վրա։ Թուրքիայի մշակած Մուրատ AES ռադարի օգնությամբ որսալ թիրախը, այնուհետև անօդաչու ինքնաթիռը հրթիռի արձակման սիմուլյացիայով խոցել է պայմանական հակառակորդին։ Սաբահը նշում է, որ փորձարկումների կարևորագույն տարրն էր սարքի, ռադարի եւ հրթիռի միջև կապի ստուգումը։ Բայրակթար Կիզիլելման առաջին փորձնական թռիչքն իրականացրել է 22 թվականի դեկտեմբերին, այն կարող է թռիչք կատարել կարճ թռիչքուղիներից եւ բազավորվել Թուրքիայի ռազմաօդային ուժերի դրոշակագիր Անադոլու նավի վրա։ Ֆրիդա Ղազարյան, Կարիկ Արամյան, TV News։